Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է Իսրայելի հետ հրադադար հաստատելու որոշման մասին։ Խորհրդի հայտարարության մեջ նշված է, որ Իրանի զինված ուժերը մեջբերում են նվաստացուցիչ եւ օրինակելի պատասխան են տվել թշնամու դաժանությանը։ Իրանը նաեւ հերքել է հրադադարը խախտելու եւ Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելու տեղեկությունները։ Ավելի վաղ Իսրայելի բանակը հայտնել էր, թե հրադադարի հաստատումից հետո Իրանից 2 բալիստիկ հրթիռ է արձակվել։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն էլ հայտարարել է, որ ինքը հրահանգել է Իսրայելի պաշտպանության բանակին ուժեղ արձագանքել Իրանի կողմից հրադադարի խախտմանը, մեջբերում եմ Թեհրանի սրտում ռեժիմի թիրախների դեմ ինտենսիվ հարվածներով։ Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բաժնետիրական ընկերության պետականացման պլանը պատրաստ է, շատ շուտով կմտնենք գործնական փուլ։ Այս մասին գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը հավելել է, պրոցեսները տեղի կունենան Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան։ Գործարար Սամվել Կարապետյանին Արմավիր քրեակատարողական հիմնարկից տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, Հայաստանի Հանրապետության ԱԱԾ շենքին կից մեկուսարան։ Այս մասին Ֆակտորեմին հայտնել է քրեակատարողական հիմնարկների մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։ Դատարանը Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարփինյանի ու նրա եղբոր Սեյրան Դարփինյանի նկատմամբ տնային կալանքի որոշում է կայացրել։ Նրանց պատկանող ընկերության 2 աշխատակիցներին կալանավորելու քննիչի միջնորդությունը դատարանը մերժել է։ Այս մասին Ազատությանը հայտնել են դատախազությունից, հաստատելով լրատվամիջոցի տեղեկությունները, որ Դարփինյանների նկատմամբ խոշոր չափերով փողերի լվացման գործն առնչվում է 20 տարի առաջ թալանված Վանաձորի մաքրման կայանին։ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածում ամրացման աշխատանքներն ավարտվել են, այս մասին Երևանի քաղաքապետարանի ավականու նիստին հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով հարակից հատվածներում նույնանման ռիսկ դեռևս առկա է, որի պատճառով ամբողջությամբ այդ հատվածը չի բացվել։ Ավինյանը նաև տեղեկացրել է, որ Իսակով Աշակունյաց նոր ճանապարհի կառուցման մրցույթն արդեն կայացել է, այս տարվա ընթացքում կմտնեն շինարարության փուլ, եթե այլ բյուրոկրատական խոչընդոտներ չլինեն։ Այսօր ժամը 10-ի սահմաններում Kia Magnishi ավտոմեքենան Արցախի պողոտայում վրաերթի է ենթարկել կին հետիոտնի, հաղորդում է Շամշյան.com-ը։ Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին հետիոտնը գիտակցության չգալով մահացել է։ Փորձաքննության համաձայն վարորդը եղել է սթափ։ Անցած գիշեր ռուսական կողմն անօդաչու թռչող սարքերով հարվածել է Ուկրաինայի Սումիի մարզին։ Տեղական իշխանությունները հայտնել են 3 զոհի մասին։ Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պարզաբանել է, որ ռուսական բանակը մի շարք հարվածներ է հասցրել Վերխնեսիրովացկայա համայնքի բնակավայրերից մեկին։ Հրետակոծության հետևանքով զոհվել են տղամարդ, կին եւ 8-ամյա տղա։ Մոսկվայի մարզի նահանգապետն էլ հայտնել է գիշեր անօդաչու թռչող սարքի հարվածի մասին։ Անօդաչու սարքերից մեկը հարվածել է Կրասնոգորսկի բնակելի շենքին եւ բնակարանը հրդեհվել է, 2 մարդ վիրավորվել։